Սիրելի հայրենակիցներ, սիրելի ներկաներ, այսօր շատ սիմվոլիկ է, որ մենք գտնվում ենք ճաղերի հետևում, ազգային ժողովի ճաղերի հետևում գտնվում ենք մենք և ամբողջ ժողովուրդը, բանտային ճաղերի հետևում գտնվում են մարդիկ, ովքեր իրենց համոզմունքի և հավատի համար պայքար են մղում և պատրաստ են կրել այդ պայքարի գինը։ Այսօր ամոթի օր է, ամեն օր, երբ մենք ունենք բանտարկյալներ։ Ամոթ է ողջ ժողովրդին, ով հանդուրժում է այս պայծառ իր զավակների բանտարկությունը այդ նույն ժողովրդի ապագայի, հավատամքի և արժանապատվության համար։ Մենք, այո, ամոթանք պետք է տանք նաև եվրոպական կառույցներին, բայց եկեք անկեղծ խոստովանենք, որ առաջին ամոթի կրողը հենց մենք ենք, հայ ժողովուրդը, որն այսօր դեռևս չի հաջողել ոչ միայն փոխել այս խայտառակ իշխանություններին, այլ նաև բանտերից ազատել իր լավագույն զավակներին։ Սիրելի ներկաներ, ես խնդրում եմ մի պահ շրջենք նկարները դեպի քաղաք, դեպի Երևան, թող Երևանը տեսնի իր բանտերում նստած իր զավակների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկարները, թող անցնող մեքենաները, տեսախցիկները, մարդիկ ֆիքսեն, որ իրենց ազատ կյանքը ժամանակավոր է, որ իրենց բարեկեցիկ կեղծ կյանքը անցողիկ է, իսկ կան մարդիկ, որոնք այդ կյանքի համար իրենց կյանքն են տալիս այսօր Նուբարաշենից մինչև կենտրոն, Գորիսի բանտից մինչև Արմավիրի բանտ, ամոթ Երևանին, ամոթ Գյումրիին, ամոթ Վանաձորին, ամոթ Էջմիածնին, ամոթ բոլոր գյուղերին և քաղաքներին մեր երկրի, որ մենք ունենք այսքան շատ քաղաքական բանտարկյալներ, որ մենք չենք կարողանում ապահովել իրենց ազատությունը։ Հիմա շրջում ենք դեպի այս կառույցը, որը թաքնվել է իր ժողովրդից ճաղերի հետևում։ Այս կառույցում հիմա հյուրընկալվել է եվրոպական օմբուդսմենը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը։ 25 տարի առաջ Հայաստանը անդամակցեց Եվրոպայի խորհրդին։ Այն ժամանակ շատերը չեք հիշի երիտասարդ եք, մենք հույսեր ունեինք, որ եվրոպական ինտեգրման ճանապարհը որքանով էլ դժվար է լինելու անցնել, այնուհանդերձ մեր երկրին բերելու է ազատություն, արժանապատվություն, հավասարություն, բարեկեցություն։ 25 տարի անց փաստում ենք, որ այդ ամբողջը փուչիկ է, որ այդ ամբողջը կեղծ է, որ այդ ամբողջը ցինիկություն է, որ եվրոպական կառույցները, եվրոպական խորհրդից մինչև եվրոպական հանձնաժողով, եվրոպական պարլամենտից մինչև եվրոպական օմբուդսմեն կույր են, խուլ են և համր, երբ խոսքը գնում է իրենց իսկ դավանած, քարոզած, Հայաստանում տասնյակ միլիոնների արժեքով տարածված արժեքների պաշտպանության մասին։ Եվրոպայի խորհուրդը, ինչպես եվրոպական բազմաթիվ կառույցներ, այսօր բարոյական բանկրոտ է, բարոյական բանկրոտ, որը չունի ամոթ։ Արդարադատության նախարարը, տիկին նախարարը երեկ հարցազրույց էր տալիս, ասուլիս էր տալիս և ասում էր, որ գիտեք ասում է, միջազգային կառույցները, որ չեն արձանագրել, որ կան քաղբանտարկյալներ, ուրեմն քաղբանտարկյալներ չկան։ Այդ գեղեցիկ կինը իր այդ նման խոսքերով վարկաբեկում է կանանց գեղեցկությունը, վարկաբեկում է կանանց ներկայությունը կառավարությունում, վարկաբեկում է կնոջ դերը հայ կյանքում և հայ քաղաքական անցուդարձի մեջ, որովհետև որևէ միջազգային կառույցի կարիք հայ ժողովուրդը չունի արձանագրելու համար, որ իր լավագույն զավակները նստած են քաղաքական դրդապատճառներով տարբեր բանտերում, որովհետև բացառիկ իրավունքը իր զավակներին ճանաչելու քաղաքական բանտարկյալ հայ ժողովրդինն է, ինչը երևում է և արտացոլվում է բոլոր սոցիոլոգիական հարցումներում։ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, հայ ժողովուրդը դրա մասին գիտի և որևէ միջազգային կառույց, որքան էլ նախկինում հեղինակավոր է եղել կամ դիտվել Հայաստանում, չունի հայ ժողովրդից ավելի բարձր իրավասություն արձանագրելու նման ամոթ և նման ցավ։ Երեկ հրապարակվեց միջազգային
իրավապաշտպան կառույցներից մեկի Human Rights Watch-ի տարեկան զեկույցը։ Խայտառակ զեկույց։ Այդ զեկույցում գրված չէ, օրինակ, որ Ադրբեջանի բանտերում ազգային հողի եւ քաղաքական հողի վրա նստած են մեր հայրենակիցները, բայց արդյոք չկան նրանք Բաքվի բանտերում։ Իհարկե կան։ Եվ արդյոք մենք ունենք նման զեկույցների կարիքը հասկանալու ու ընդունելու համար, որ այդ երևույթը գոյություն ունի։ Ոչ, չունենք։ Մենք այլևս դադարում ենք գյուղից եկած աղքատ բարեկամի պես նայելու ձեզ եւ ձեր խոսքին։ Ձեր բերաններից դուրս եկող խոսքերը պետք է լինեն ձեր բարոյական սփոփանքը, ոչ թե մեր։ Այդ զեկույցում գրված չէ նաեւ, որ Հայաստանում առաքելական եկեղեցու դեմ իրականացվում է պետական մակարդակի տերոր եւ հակաքարոզչություն։ Կա այդ հակաքարոզչությունն ու տերորը։ Իհարկե կա։ Մենք այդ զեկույցի կարիքն ունենք տեսնելու, հասկանալու եւ ընկալելու համար, որ սրբազաններից միջև հոգեվոր հայրեր նստած են բանտերում, որ հայոց եկեղեցիները բղծվում են սատանիստերի եւ անհավատների կողմից։ Ոչ, մենք նման զեկույցների կարիքը չունենք։ Տիկին նախարար, հայ ժողովուրդը ոչ մեկի կարիքը չունի վերագտնելու իր արժանապատվությունը եւ մաքրելու դեպի ապագա իր ճանապարհը։